Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ վերջապես մոտեցավ, ինչպես Համլետը նշեց, ամենահամեղ պահը այսօրվա մեր թողարկման, մեր տաղավարում են արդեն, խոհանոցում են արդեն, եւ ինչու եմ ասում են, որովհետեւ Անուշն այսօր մենակ չէ, ողջույն Անուշ, ողջույն Փեփրոնե, ինչ եք նախապատրաստել մեր համար, մենք անհամբեր ենք պարզապես։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, Փեփրոնեն այսօր շատ հետաքրքիր հայկական բաղադրատոմս է բերել։ Հիմա դու պատմի, թե ինչ ենք պատրաստելու։ Այսօր շատ սննդարար, միևնույն ժամանակ շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու, հայկական խոհանոցից կոչվում է հավաթորիկ։ Հավաթորիկ։ Այո։ Այս վերջերս եմ իդեպ իմացել ես ուտեստի մասին, որովհետև մինչև այդ ծանոթ չէի, բայց արդեն հասցրել եմ թե տեսահոլովակ նկարահանել, թե այդ տեսահոլովակը արդեն շատ սիրվել է ու շատերն են պատրաստել, դրա համար մի անգամ էլ եւս այսօր առավոտ լուսոյի տաղավարից մենք էլ տեսանք, հավանեցինք ու ասացինք Փեփրոնե պատրաստենք նաև մեր հեռուստադիտողների համար։ Շատ մեզ անհրաժեշտ է Միչայելոց, հավաթորիկ ստուգաբանություն կա, ինչ է նշանակում հավաթորիկ, հավը հասկացանք։ Չնայած շատերը պնդում են, որ նաև տավարի մսով է ուտեստը կարելի է պատրաստել, բայց քանի որ հավաթորիկ է, եկեք հավատարիմ մնանք անվանմանը եւ հավով պատրաստենք, չնայած տավարի մսով ինձ թվում է էլի շատ համեղ է։ Մեզ պետք է սոխառած անել, բայց շատ չենք այրելու, ընդհանրապես թեթև կարամելիզացնելու ենք բուսայիով։ Ես հիմա արագ կտրատեմ եւ սխտոր ենք ավելացնելու։ Իրականում բաղադրիչները պատրաստել ենք, մենք նախապատրաստել ենք, բայց ավանդական կամ օրիգինալ բաղադրատոմսում հավը պետք է հում լինի եւ տապակենք, հետո հեռացնենք։ Ինձ թվաց հում էլ մնալու է, ուզում եի ասել, այ քեզ բան։ Ես արդեն խաշած վիճակում Թաթարի մեր տարբերակն է, էլի հայկական։ Հավաթորիկ։ Հավաթորիկ։ Մենք ուղղակի խաշել ենք, հետո կտապակենք, իհարկե, բայց օրիգինալ բաղադրատոմսում, ինչպես նշեցի, պետք է տապակել, հանել թավայից եւ բանջարեղենը երբ պատրաստ կլինի, վերադարձնել թավա։ Մենք քանի որ մի քիչ սուղ ժամանակ ունենք, դրա համար մի փոքր արագացրել ենք process-ը։ եւ մենք ուղղակի խաշել ենք ու հիմա կտրտում ենք այսպես, որ Այո։ արագ տապակվի։ Ինչպես է ավելի համեղ։ Տապակած տարբերակ։ Ով ինչպես ցանկանում Ով է, ինչպես սիրում է։ իրականում, այո, մարդկա որ սիրում է շոկի խաշված ավելի շատ, բայց Դա ավելի ես էլ եմ, առողջ երևի տարբերակը Այո։ կլինի։ օրինակ ես էլ շատ սիրում եմ ավելի տապակված։ Նույնիսկ մի քիչ չոր վիճակում։ Այո։ Փեփրոնե, ընդհանրապես շատ է պետք։ Ինչ։ Բաղադրիչները կարծես թե սպիտակուցներով Լոլիկը բավականին արդեն հարուստ է իր հյութի մեջ պատրաստված, սիսերը խաշված է, տոմատի մածուկ, սոխ եւ համ է։ Այստեղ մենք ունենք, ինչպես Համլետը նշեց, թե բուսական սպիտակուցներ, թե կենթանական սպիտակուցներ ու քանի որ հիմա այլ արդեն պահքային շրջան չէ, հանգիստ խղճով կարող ենք համադրել այս երկու ուտեստները իրար հետ, բաղադրիչները ավելի ճիշտ։ Ես հիմա արագ կտապակեմ, Անուշը պատրաստեց հավը ու պետք է խնդրեմ, որ ինձ փոխանցի, շատ ինչպես նշեցի, պետք չի շատ վառել, ուղղակի թեթև պետք է կարամելիզացնել, որպեսզի process-ը առաջ չգնա, խնդրեմ, որ լոլիկի խյուսը պատրաստենք եւ լոլիկները ճզմենք։ Ահա, Այսպես պետք է արագ սա կտրեմ եւ ավելացնել։ Իդեպ, եթե շատ չեք սիրում թթվաշ, կարող եք ինձպես շատ չլցնել։ Ես սիրում եմ, որ համերը համադրվում են, այո։ Իսկ երբ տոմատի մածուկ են ավելացնում, սովորաբար մի փոքր էլ շաքարավազ են, չէ՞, ավելացնում։ Ես ճիշտն ասած չեմ Դուք ավելացնում։ չեք անում այդպես։ Իրականում շաքարը նրա համար են անում, որպեսզի համերը բալանսավորվի, բայց ես ճիշտն ասած ուտեստների մեջ այդքան չեմ սիրում քաղցր ավելացնել, նույնիսկ հանուն համի։ Այստեղ ես ավելացրեցի աղ, կարմիր պղպեղ կավելացնեմ եւ սև պղպեղ։ Մինչ դուք պատրաստում եք, մենք փորձեցինք գնալ ստուգաբանական հետքերով, իմ եւ Վինայի ամենասիրելի թեման է, եւ բարձեցինք, որ թորիկ նշանակում է բանրահյութը մածունը մեջ լցնելու եւ քամելու քսակ։ Հիմա, եթե այս ուտեստը կոչվում է հավթորիկ, այստեղ ինչ-որ քամելու կամ լցնելու process կա, կարող ենք այդպիսի տրամաբանությամբ
անունը Ես մեկնաբանել։ լեզվաբան չեմ, եթե դուք ասում եք, ուրեմն դա այդպես է։ Պրոցեսում կա նման բան։ Չէ, պրոցեսում չկա։ Պրոցեսում չկա։ Ես արդեն սկսում եմ Դե լավ, բացել։ գուցե ժամանակին են այդպես արել, Սոխայից ու օրինակ։ սոխեր, այո։ Ես Եվ հյութը հետո արդեն կվերցնեմ, ժամանակի քիչ տարբերակով երբ պատրաստում են, մի քիչ չայրվենք։ տարբեր է, բայց անունը մնացել է նույնը, ինչու ոչ։ Համենայն դեպս անունը գիտես ինչքան է դուրս գալիս։ Նույնիսկ ես կարծում եմ մենք պիտի ստեղծված եւ ցավոք սրտի արդեն մոռացված մեր երաժշտական դուետը վերականգնենք, որովհետեւ հավաթորիկ, որ ասում ես հավաթորիկ, մի տեսակ հավաթորիկ վիրավոր Չէ, ես կնալ ֆորմեր են հիմա կատարում, բայց ասոցիացիա չէ։ Վիտամինելի խումբն է եկել։ Ինձ թվում է ամեն դեպքում հա, դե կոգնի մեզ, կոգնեն այս անունները ստեղծագործելու հարցում։ Համլետ, ես Կարող ենք կարծում եմ, մտածել։ քանի որ երկու կանայք արդեն խոհանոցում են եւ այնքան լավ են անում ամեն ինչ, որ նույնիսկ մեր խոսելու կարիքը չկա, իսկ եթե մենք պիտի չխոսենք, Գոնե երկենք։ գոնե երգենք։ Լավ, մենք փորձենք մտածել այս ընթացքում սերի հեռուստայտողներ, իսկ դուք հետևեք Անուշին եւ Պետրոնեին։ Այո, մեր թանձրուկը գրեթե պատրաստ է։ Իդեպ մի բան էլ նշեմ, քանի որ Սիսերն ու Քիմիոնը շատ լավ են իրար հետ համադրվում, կարող եք այստեղ բացի տրադիցիոն մեր կարմիր եւ սև պղպեղներից ավելացնել նաեւ Քիմիոն, իմ կարծիքով շատ համեղ կլինի։ Ահա, Դա էլ սիրելու կուլմինացիոն պահին ենք արդեն հասնում, ավելացնելու ենք մեր կտրատած միսը եւ թողնենք մի փոքր շոքեխաշվի։ իսկ լոլիկը այսքանը ավելացնենք, թե արդեն բավական է։ Չէ, կարծում եմ արդեն իսկ բավական է։ Եվ կավելացնենք Արդեն միսը, խնդրում եմ միսը։ բերես արդեն այստեղ։ Եթե կզգաք շատ թանձր է, կարող ենք մի փոքր էլ ջուր ավելացնել։ Չնայած ինձ այսպիսի թանձր տարբերակով ավելի է դուր գալիս էս ապուրային ուտեստը, կարելի է նաև խավարտի հետ մատուցել։ Այո, Ինչպես էլ այդպես ասում են ճաշակին ընկեր ջուր չկա, եկավ։ ինչպես որ կցանկանաք։ Մեզ մնաց ամենակարևոր պահերից մեկը կտրատել մեր կանաչիները, այո։ Ես էստեղ։ Ես կանաչ սոխը կկտրատեմ, խնդրում եմ։ Իսկ առած չէ պետք է կտրենք իրականում։ Ինչքան շատ լինի, այնքան լավ։ Դե ամբողջ կապը մի քիչ շատ կլինի ամբողջը։ Բայց մեծ մասը վերցնենք այս Այո, դեպքում։ գարնանը հատկապես շատ հաճելի է, երբ առատ կանաչիներ ենք օգտագործում, չգիտեմ, դուք ինչպես, ես շատ եմ սիրում այս շրջանում առատ կանաչիներ օգտագործել, այսինքն այն ինչ որ սեզոնային է։ Դե իհարկե, հիմա բոլորն են սրտատրոփ սպասում էին այս շրջանին։ Այո, Թեկուզ գարունը մի փոքր ուշանում է մեզ մոտ, մենք համբերատար ենք։ բայց կարծես թե այո, կանաչիները ճիշտ ժամանակին դուրս եկան եւ հիմա բոլորը պատրաստում են եղինջը, փիփերթը, Դեպ դու որ կանաչին ես ամենաշատ անոր Ես սիրում։ եղինջն ու փիփերթը շատ եմ սիրում, բայց ինչ որ տապակելու հետ կապված ավելի շատ ես դասական սպանախ։ Դասական սպանախ։ Պետրոնե, ընդհանրապես դու շատ ես պրպտում, գտնում եւ նորովի մատուցում հայկական ուտեստներ։ Այ որտեղից ես գտնում այդ Պիտի ասեմ, որ դա շատ բարդ աշխատանք է, քանի որ ցավոք սրտի շատ ազգագրագետներ չեն կիսվում եւ հատկապես էլեկտրոնային տարբերակով հայկական նման բովանդակություն գտնելը բավականին բարդ է։ իհարկե Տարբեր աղբյուրներից, այդ թվում ազգագրագետների հետ շփումից։ Սոխը լացացրեց Ինձ ահա որ լացացրել է սոխը, ներողություն եմ խնդրում։ Ազգագրագետներից, տարբեր գրքերից, հին գրքերից, իդեպ վերջերս իմ ձեռքին հայտնվեց 20-րդ դարի սկզբի Կոստանդնուպոլսում տպագրված մի գիրք, որտեղ հայկական ավանդական
ուտեստներ կային ու այդտեղից շատ օգտվեցի։ Որն է, որ շատ զարմացրել է ձեզ Փեփրոնե։ Կա այդպիսի բաղադրատոմս։ Շատ ավելի ճիշտ ոչ թե զարմացրել է, այլ շատ հավանել եմ, դա զեյթունի հացն է, թվում է թե դա եվրոպական այդ պիտահացերի կամ լոշիկների վրա որ տարբեր միջուկներ են քսում եվրոպական խոհանոցից է գալիս, բայց պարզն է որ զեյթունով հաց ենք մենք ունեցել եւ այնքան համեղ էր, մի օր, չգիտեմ, եթե ստացվի, այստեղ կպատրաստենք հրաշալի ուտեստեր շատ համեղ։ Երկար կտևի, բայց զեյթունի հացով ինչ որ կամ խմորը գոնե ցույց կտանք, թե ինչպես պատրաստել, խմորի վրա ցույց կտանք, շատ համեղ է ստացվում, իդեպ իմեջում էլ կա, հրապարակել եմ եւ շատ էլի սիրվել է, այնպես որ մեր ուտեստը կարծում եմ անուշ պատրաստ է, կանաչին վերջում թարմ վիճակում չեմ ուզում եփենք։ Իսկ պետք է փակենք մի քիչ մնա, թե արդեն այդպես էլ կարող ենք։ Չէ, կարծում եմ այսպես էլ կա, քանի որ մեր բաղադրիչները արդեն պատրաստ էին, եթե պատրաստ չեն լինի, անպայման պետք է թողնել կափարիչի տակ մի փոքր շոքեխաշվի, կարծում եմ արդեն մենք կարող ենք մատուցել մեր ուտեստը, հավաքենք այստեղ ու անցնենք ամենահետաքրքիր ու հաճելի պահին։ Այո։ Շատ գեղեցիկ ապսես, իդեպ մատուցաման ես պատրաստել։ Տեղափոխենք։ Այո։ Եվ նոր կանաչին ավելացնենք։ Այո, կարող ենք չորահացերով էլ իդեպ սա նոր հասկացա, որ շատ գեղեցիկ կլինի, եթե զգացիր, որ պակասեց հացը, որ պետք է հացը, իհարկե, մենք հայեր ենք, հաց շատ ենք սիրում ուտել։ Դե իհարկե։ Ուտեստը պատրաստ է արդեն։ Շատ գեղեցիկ է, իսկապես գույները։ Երաշխավորում եմ, որ նաև շատ համեղ է։ Եվ բույրս երերոստայտողներ տարածվել է ամբողջ տաղավարով, մենք հիմա այստեղ նստած երգ ենք գրում այս բաղադրատոմսի մասին։ Ես եւ Ինան, մեր հավատարիմ երերոստայտողները կհիշեն, որ մենք եթերում ձևավորել էինք Լայզա Մինելի դուետը եւ երգեր ենք ձոնում Անուշի բաղադրատոմսերին, իսկ այսօր կձոնենք Անուշի եւ Փեփրոնեի պատրաստած բաղադրատոմսին, ինչ ասացիր։ Համլետն առաջարկեց այս երգը ձոնել Coldplay-ի, այո, հնչյունների ներքո, չգիտենք։ Բայց վերջում դուք ձևավորեք, հետո մենք վերջում կավարտենք։ Մենք անհամբեր սպասում ենք։ Կարծես թե մեր հեռուստադիտողներն էլ արդեն գիտեն ձեր մասին, որ դուք հրաշալի ստեղծագործում եք, իմպրովիզներ եք անում, դե կարող ենք ասել Անուշ լինի, շնորհակալություն Փեփրոնե։ Սիրով։ Սպասում ենք ձեզ։ Մենք լարվում ենք։ Հավատորիկ պատրաստեցին քեզ համար մեր Փեփրոնեն ու Անուշը դե Սիսերը տոմատով Հավատորիկ արի դու իմ փորիկ Սպիտակուցով հարուստ ու կանաչի լիքը Ծափարեք։ Շատ լավն է։ Բայց մենք կատարում ենք եւ սպասում որ դուք վերջում մեզ ոչ միայն դուք եք մեծ աշխատանք տանում, հասկանում եք, Մենք ձեռնոցներով ենք այսպես ծափահարենք։ Ինձ թվում է այսօրվանից հետո մեր դուետը պարզապես պետք է լուծարել։ Ոչ, ես կարծում եմ ես վստահեցնում եմ, որ շատ-շատերն են հավանել, որովհետև մեր Առավոտ լուսո Instagram-յան էջում, Facebook-յան էջում նույնպես տարածվեց այն երգը, որ դուք նախորդ անգամ մտածեցիք մեր աղցանի մասին։ Եվ շատ-շատերն էին հավանել, այնպես որ պետք է շարունակել։ Սննդային սինգլների շարք պետք է թողարկել։ Շնորհակալություն Անուշ եւ Փեփրոնե եւ ի վերջո Այսպես է լինում, երբ բոլորը որոշում են, որ իրենք պիտի զբաղվեն երաժշտությամբ։ Ես այնուամենայնիվ ուզում եմ առաջարկել սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք այնուամենայնիվ ուզում եք, որ իմ եւ Համլետի Լայզա Մինելի երաժշտական դուետը չփլուզվի, քվեարկեք մեր օգտին։ Առավոտ լուսոյի Փեփրոնե Անուշ անչափ շնորհակալ ենք այս հրաշալի բաղադրատոմսի համար։ Միշտ սպասում ենք Փեփրոնեին մեր տաղավարում, որ միասին ասենք Անուշ լինի։ Եվ Անուշ լինի ցելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք Առավոտ լուսոն։ երաժշտությամբ Մեր երաժշտությամբ չէ, էլի։ Լավ երաժշտությամբ։ Նորմալ, մարդկային ճիշտ երաժշտությամբ ենք շարունակում Առավոտ լուսոն։